30 տարվա մեջ ընդհանրապես մի անգամ ա եղել 95 թվականին, երբ որ հանրաքվեի հետ կապված հետաձգվեց 2 ժամով։ Ես էլ ասում 95 թվականը բանը հիշեցի։ Ես ուզում եմ միջազգային դիտորդներին եւ բոլոր դիտորդներին ուշադրություն դարձնել հանգամանքի վրա, որ այս իբր թե դեմոկրատական իշխանությունը ուղղակի աննախադեպ վարչական տերոր սկսեց հիմնական ընդդիմադիր ուժերի նկատմամբ, կազմաքանդելով մենեջերական ամբողջ համակարգը, մինչդեռ բոլոր այդ հակակոռուպցիոն կոմիտեի կոչեցյալ, այսպես ասած, այդ բան մեղադրանքը մի հատ առ ԿՊԱ-ական մեղադրանք չկա, այսինքն սա ցույց է տալիս թե ընդհանրապես ինչ տոտալիտար տերորի մթնոլորտում է գտնվում Հայաստանը, որին աջակցում է այսօր Եվրոմիության ղեկավարները անամոթ իրանց, որ փաստացի համատարած տերորի մթնոլորտում, երբ որ ամբողջ հիմնական ընդդիմադիր ուժերը գտնվում են այսպիսի խայտառակ վիճակի մեջ, հարյուրավոր մարդիկ ձերբակալվում են մի քանի օրով, մի քանի ժամով, շինծու մեղադրանքներով, որպեսզի կազմալուծեն իրենց աշխատանքները, մինչդեռ ԿՊ-ից որևէ մի արձագանք չկա, ԿՊ-ից որևէ մի փաստ չկա, որպեսզի բան լինի եւ ԿՊ-ն լայնորեն օգտագործում է իր վարչական ռեսուրսները, պետական մակարդակով ընտրակաշառք բաժանում համատարած բոլոր տեղերում եւ այս պայմաններում մեր ժողովուրդը այնուամենայնիվ 1.476.000 մարդ մասնակցել է, 60%, համարյա 200,000-ով ավելի շատ, քան 2021 թվականին։ Հիշեցնեմ ուղղակի նույն այդ միջազգային դիտորդներին, որ 21 թվականին ԿՊ-ն հավաքել էր 678,000 ձայն, հասկանալի պատճառներով այս գալիք 5 տարիների ընթացքում իր վարկանիշը չէր կարող բարձրանալ, այլ պետք է իջներ, եւ այս թվերով ինչ թիվեր ուզում ենք հաշվենք, իրենք չեն կարող հավաքել մեծամասնությունը, որովհետեւ եթե նույնիսկ փոշիաց ինչ է վստահ սահմանամերձ գյուղերից եւ փոքր գյուղերից ինչ որ թվեր է գալի, ընդհանուր թիվն եմ ասում, իրենք հավաքել են մոտարապես 678,000 21 թվականին, հիմա ես ամենաշատը հասնում եմ 600,000 եմ հասնում, դա չնայած այդ թիվը շատ ուռճացված թիվ է, 600,000-ի պարագայում 1.476.000-ի պայմաններում, եթե նույնիսկ հանենք, որ 150-200,000-ը փոշյանում է, իսկ այսպես թեպես այս թվերում Նիկոլը պարտված է, ԿՊ-ն պարտված է, իրանք զինվորներ օգտագործեն, կարան պետական տերոր անեն, իրանք ինչ կարան անեն, այս թվերով իրանք իհարկե, ես նույնիսկ եմ կրկնում, այս թվերով իրանք ոչ մի ձևի չունեն մեծամասնություն, միանշանակ եմ ասում, ստեղ այն ինչ որ հիմա կատարվում է ուղղակի այս զինվորների հետ ուղղակի իմ կարծիքով իրանց մոտ խոճապ է, փորձում են ինչ որ համալրեն, իսկ մենք բոլորս գիտենք չի բացառում որ կարուսելներ իրենց զինվորները գնան հետո հետո գնան մյուստեղը ասեն մի հատ բանը չէ էլի է ձայն պետք հիմա քանիսն է ժամը 9 հիմա գնացեք ոչինչ այնտեղ կասենք դռները կբացեն գնացեք այդտեղ միջև այսինքն միջև դեռ 10 րոպե առաջ բանը քվյար պատկերացնեք դուք հիշում եք այսպեսի բան ես չեմ հիշում 90 եղել է ընդհանրապես եղել է 95 թվականին Սահմանադրության հանրաքվեի հետ կապված 2 ժամով հետաձգել է մինչև ժամը 10, այդ էր խնդիրը։ Ուրիշ դեպք սմանման չի եղել։ Եվ այս իմաստով այսօրվա իշխանության, այսպես ասած, պահվածքը, որ իբր թե իրենք արդար ընտրություններ են անցկացնում, մեղմ ասած չի համապատասխանում իրականությանը։ Արդեն իսկ այն տերորը, որ կար ընդդիմադիր շրջանակների մեջ, արդեն խիստ կասկածելի է դարձնում լեգիտիմության վերաբերյալ ընտրության արդյունքները, բայց ես նույնիսկ այս պայմաններում իրանք չեն կարողանալու հավաքել իրենց տոկոսները, որպեսզի կարողանան։ Այսինքն դուք բացառում եք, որ նախորդ ընտրություններին եթե հավաքել են 600,000, հիմա չգիտեմ շատ ավելի ձայն հավաքեն, բացառում եք դուք։ Ոնզելա ջան, քաղաքագիտական տեսանկյունից նման բան չի կարող լինել։ Չի կարող լինել նման բան, եթե իսկ եթե վաղ է թվերը մեզ ներկայացնեն։ 21 թվականին մենք չունենք Արցախը կորցված չէր։ 21 թվականից Արցախը կորցվել է։ Սոցիալ-տնտեսական վիճակը ծայրաստիճան դրանից հետո երկու նոր պատերազմ ա բերել։ Պատերազմ ա եւ դրանից հետո փաստացի կնշանակի, որ մեր ժողովուրդը դա մազոխիստ ժողովուրդ է, ինքը փաստացի ուզում է իր բոլոր ապրենք հաջարանցիները հաղթեցին այդտեղ ԿՊ-ին։ Ես ոնց եմ կրկնում, նույնիսկ այս մեր ժողովուրդը հերոսական ժողովուրդ է։ Ես քո հետ միշտ վիճել եմ, դու էլի մեծ վիճում ես, ասում ես, թե ժողովուրդը սենց աժենտ է։ Այս ժողովուրդը ապացուցեց, որ ինքը իսկապես հերոսական ժողովուրդ է, այս ճնշումների արդյունքում Եվրոմիության կողմից, Միացյալ Նահանգների կողմից, Թուրքիայի կողմից, Ադրբեջանի կողմից, բոլոր ճնշումներից մի կողմ այս ժողովուրդը իր կամքը դրսևորեց եւ 1.476.000 համարը 1.5 միլիոն մարդ գնաց ընտրությունների 200,000 համարը 200,000 շատ կան 21 թվականին այս ժողովրդին էլ ոչ մի բան չի կարելի ասել այս ժողովուրդը ցույց տվեց որ ինքը իսկապես մերժում է այս իշխանությանը այստեղ այլևս ժողովրդին մեղադրել չի կարելի ոչ մի ձևով դրան գումարենք հսկայական պետական
կաշառակեր համակարգը, որ ամբողջ բաներով չհաշված որ ինքը վերջին պահին որոշումներ կայացրեց թոշակների մասով, առողջապահության մասով, լրիվ պոպուլիստական, այսրոպեական, սա բոլորը տեսնում են եւ բոլորի համար տեսանելի է։ Այս ամենից դուրս նույնիսկ եմ կրկնում ինքը փաստացի ընտրակաշառքի մակարդակը պետական մակարդակը տոտալ բաժանում է, տոտալ, բայց գցում է ընդդիմադիր շրջանակները եւ տոտալ տերորանում ընդդիմադիր բոլոր ուժերի նկատմամբ։ Այս տիպի բան Հայաստանի պատմության մեջ Անժելա ընտրակաշառք եղել է հասկանալի է, բայց ընտրակաշառք եղել է երկկողմանի process-ով։ Պետությունը ուղղակի ավելի շատ ամենացել, այսինքն ստեղ երբ որ դու փաստացի մեկին բռնում ես ձեռքերը, մյուսին տոտալ բան ես անում, սա արդեն մեղմ ասած նույնիսկ մոտ չի կարելի համարել հավասար մոտ չի կարելի համարել որ դա հավասար պայմաններ են իշխանության եւ ընդդիմության մեջ, բայց նույնիսկ այս պարագայում ժողովուրդը տեսնելով այս ամեն ինչը։ Գիտեք որ բացի այն նաեւ ձեր առաջնորդը, հա, Անդրանիկ Թևանյանը փակվեց, նաեւ կուզենայի իր մասին էլ խնդրեի որ խոսեք եւ այդ շարունակությունը չէ։ Անդրանիկ Թևանյանին կալանավորեցին շինծու մեղադրանքով, մինչև հիմա ոչ մեկ էլ չգիտեին, առարկան չկա նույնիսկ թխելու ձևը չգտան, ինչ-որ մի հատ կեղտոտ մի հատ բան ձևակերպեցին, բայց ասեցին որ սա պետական գաղտնիք է, ոչ մեկ չգիտի դրա, ես համոզված եմ որ քննչականները չգիտի, ոչ մեկ չգիտի դրա մասին, բացի առաջի դեմքից, որտեղ ասել են փակեք, որպեսզի Բարգավաճ Հայաստան կուսակցությունը չկարողանա Անդրանիկ Թևանյանի դեմքով Երևանում քարոզարշավը աշխատում, երբ որ այդ ժամանակ մեր վարկանիշը կտրուկ բարձրացավ, հենց այդ ժամանակ այդ որոշումը կայացրեցին 2024 թվականից իբր թե այդ խնդիրը գիտեին, 2 տարի սպասել էին, 2 տարի սպասելուց հետո ընտրություններից 2 շաբաթ առաջ իրանք փաստացին այդ որոշումը կան։ Դանիել Ույանիսյան չկա, աննամուս, գետինը մտնես քո աննամուս լինելով, ամոթ քեզ որ դու ապրում ես եւ մարդ ես քեզ համարում որ դու ինչ հիմա այդ դրա մասին չես խոսում, ամոթ քեզ աննամուս, դրա բայց Թևանյանից հետո ինչ տերոր սկսվեց նաև մյուս բաների նկատմամբ։ Բոլորի նկատմամբ։ Հիշեցին որ Արմեն Աշոտյանը ինչ որ չգիտեմ ինչ արել, որ թվին հանրապետականի ծիծաղելի, կամ չգիտեմ Արման Սահակյանը մնում էր իրանց մեղադրային որ իրենք բանի ավարարի ճակատամարտի ժամանակ փեղերին ասենք բանը ջուր են տվել ոչ թե չգիտեմ ողի, հա։ Բանավեճի ժամանակ մեկ էլ ասում է մարտի 1-ը, չգիտեմ այդ այս խեղկատակը գիտի ինքը բան է, անդիմության առաջնորդը չէ, 8 տարի վեր ընկած էս իշխանության։ Ինքը բայց գիտեք ես մի բան ասեմ, մենք իրան արդեն չենք, ինքը արդեն ավարտված սպիսնի մատերիալ որ ասում են դա է։ Խնդիրը կան մնաց որ իր սպոնսորները պետք է ամոթից մեռնեն, եւ իրանց սպոնսորները եթե դուք համարում եք որ Հայաստանը մանրադրամա ձեր համար, դուք չարաչար սխալվում եք, գգա ժամանակը։ Սիսիանի հացավան դուք փաստացի Հայաստանի օրինակով, դուք աշխարհի նկատմամբ ձեր վերաբերմունքով վարկաբեկում եք անձամբ ձեզ եւ դրա բումերանգը դուք դեռ ստանալու եք։ Հարգելի դեսպանատներ, հարգելի միջազգային կառույցներ, որոնք ձեր այս ռոպեական աշխարհակաղական շահերի պատճառով փորձում եք սրի քաշեք մի փոքրիկ ժողովուրդ, շատ լավ հասկանալով որ ինչ արեցիք դուք Արցախի շուրջ, հիմա նույնը ուզում եք անեք Հայաստանի վերաբերյալ։ Ես նույնպես եմ կրկնում, դուք ձեր չի հաջողվելու դա, որովհետև ես նույնպես եմ կրկնում հայ ժողովուրդը 3000 տարի ապրել է, 3000 տարի ապրելու է եւ ըստ էության ես համոզված եմ որ մեր ժողովուրդը ի վերջո հաղթելու է։ Շատ հետեք միջև այդ Բայրամ ներկայացնեմ, շատ լավ թվեր են գալիս, Սիսիանի հացավան գյուղ, Կեցեք դուղ, Ուժեղ Հայաստան 72, Հայաստան Դաշին 45, ԿՊ 57, շնորհ այդ 57-ը ես չեմ հասկանում, թե ոնց է։ Պետական ռեսուրս, պետական ռեսուրսը դուք զարմանում որ դու պետական դու այսինքն չեմ զարմանում համայնքապետերը պետական ռեսուրսը մեր Հայաստանի միշտ էլ պետական ռեսուրսը եղել է, բայց այս աստիճանի չի եղել, հետո այս աստիճանի տերոր չի եղել ընդդիմադիր շրջանակներում, այս աստիճանի տերոր երբ որ հարյուրներով մինչև 1000 հոգու ձերբակալել են, տես բան եղել, դու տեսել ես։ Դու տես բան տեսել ես Հայաստանի։ Չի եղել, այսպեսի բան։ Ընտրությունների ժամանակ։ Առաջ մենք նոր դա է ասում, որ Լևոն Զուրաբյանը իրեն քաղաքական ուժերն եղել միշտ մասնակցել են, ասում է այսպեսի։ Սա չկա, այսպեսի բան չկա։ Հարցնեմ էլի մեծ հաշվով դեսպանատներին դուք չեք ամանչում, դուք вообще որպես մարդ եք, թե դուք մարդ չեք։ Դուք вообще չեք ամանչում, դուք ապրում եք։ Այդ որ ապրում եք եւ ձեզ պահում եք որ դուք սպիտակ եվրոպացիներ եք եւ մեզ դնում եք երկրորդ սորտի մարդկանց նկատմամբ դուք մտածում եք որ դուք մարսելու եք այս ամենի արդյունքում դուք չարաչար սխալվում եք դուք չարաչար ես ինքս իմպես մարդիկ
Մենք ապրել ենք արևմտյան արժեքների Եվրոպա, դուք ոչնչացրել եք այդ արժեքները Հայաստանում։ Դուք ոչնչացրել եք եվրոպական արժեքների գաղափարը Հայաստանում, բայց ի հեճուկս ձեզ մենք այդ արժեքները մեր մեջ մտցնելու ենք, բայց դուք վռնդվելու եք ընդհանրապես այս տարածաշրջանից եւ ընդհանրապես ամենտեղից էլ, որովհետեւ ձեզ ուղղակի ուրիշ գնահատական չի կարելի տալ։ Դուք այլևս բոլոր բարոյական սահմաններն անցել եք, բոլոր։ Եւ հիմա արդեն ես չեմ ուզում արդեն ավել բան ասել։ Շատ լավ թվեր են գալիս 18-0-9 ընտրատեղամասում միասնական ընդդիմությունը հաղթել է ԿՊ-ին։ Սիսյանի Հացավան գյուղում, ինչպես ասեցի, Ուժեղ Հայաստան 72, ԿՊ 57, Հայաստան Դաշին 45, հաղթել է ԿՊ-ին։ Գեղարքունիքը բրավո ձեզ, կեցեք 20-45 ընտրատեղամաս, ԿՊ-ն 12 ձայն, Ուժեղ Հայաստանը 7 ձայն, Հայաստան Դաշինքը 41 ձայն, ԲՀԿ-ն 1 ձայն, կեցեք ԿՊ-ին այստեղ հաղթել են։ 21-57 ընտրատեղամասում միասնական ընդդիմությունը նորից հաղթել է ԿՊ-ին, Քաջարյան համայնքի Գեղի եւ Նոր Աստղաբերդ բնակավայրերում միասնական ընդդիմությունը հաղթել։ Լույսերը բայց անջատել են, հիմա լույսերը անջատված, ես չգիտեմ, ես ինչ է, ըստ իշխանություն լրատվականի Քաջարյան համայնքի Գեղի եւ Նոր Աստղաբերդ բնակավայրերում միասնական ընդդիմությունը հաղթել է։ Գեղարքունիքի 20-47 ընտրատեղամասում ԿՊ-ն 43 ձայն, Ուժեղ Հայաստանը 27 ձայն, Հայաստան Դաշինքը 43 ձայն, ԲՀԿ-ն 6 ձայն, կեցեք, հաղթում են շատ լավ թվերով, իհարկե վատ թվեր կան, չէ, Կապանի տանձավեր, այս որ չգիտեմ 101 ձայն, ԿՊ-ն 65, Ուժեղ Հայաստան, ես չգիտեմ ինչի, ուրեմն հոսանքա զրկումներ կան, հոսանքներ անջատում են, դուք տեսաք թե իսկապես ճիշտ է ասում պարոն Բոզյանը, ես չգիտեմ արդեն քանի տասնամյակ է հետևում եմ, այսպիսի բան, որ այսպես տերոր անդիմադիրների նկատմամբ բանա գնացել։ Սենց բան, այս աստիճանի քրեական լուսաբացից Հայաստան Դաշինք, ԲՀԿ, Ուժեղ Հայաստան տանում են, ձերբակալում են գործեր առևանգում։ Այսինքն ամբողջ ուզում են ամբողջ կառավարությունը կազմալուծել։ Իրանց մոտ ոչ մի բան։ Այսինքն այդտեղ փաստորեն հարգելի դեսպանատներ, հարգելի դեսպաններ, հարգելի միջազգային կառույցներ, փաստացի Հայաստանում ԿՊ-ի, այսպես ասած, սպիտակ ձեռնոցներով նենց անկաշար մարդիկ են իսկ ընդդիմությունը սաղ կաշարված, ես ուզում եմ ձեզ հարց տամ, դուք չեք ամանչում որպես մարդ, որ ապրում եք այս երկրագնդի վրա, եւ դուք ուզում եք ձեզ ընկալել որպես եվրոպական արժեքների կրող ներկայացուցիչներ, դուք չեք հասկանում, որ դուք Եվրոպայի գաղափարը գետնին ոտի տակ եք գցում Հայաստանում, ոտի տակ եք գցում դուք ձեր պահվածքով, ձեր ամմարտկային սրիկա պահվածքով, դուք ձեզ լռությամբ անամոթներ, ես ուրիշ բան չեմ կարող ասեմ ձեզ։ Թումանյանի Շամուտ բնակավայրում ԿՊ-ն այստեղ հաղթում է 95, Ուժեղ Հայաստան 25, Հայաստան Դաշինքին ԲՀԿ 5, Վարդաբլուր ԿՊ-ն 180, Ուժեղ Հայաստան 27, ԲՀԿ 6, այդ ձեր համար է, Հայաստան Դաշինք 1, իսկապես այստեղ բաներ եւ մի սարսափելի բան, ուրեմն 8-24 տեղամասի հարակից տարածքում տեղի ունեցել դանակահարություն, ականատեսն է գրում, մեր դիտորդներն արձանագրել են արտակարգ դեպք 8-24 տեղամասի հարակից տարածքում, դեռևս հնարավոր չի եղել հստակ պարզել, թե արդյոք տեղի ունեցած միջադեպը անմիջական կապ ունի ընտրական գործընթացի հետ, ականատես դիտորդական առաքելություն։ Պարոն Բոզյան, որ այս պահվածքը նշանակում է, որ այսպես ասած կանաչ բան է ցույց տրված Նիկոլին, որ ինչ ուզում է արա։ Միանշանակ, ես ուրիշ գնահատական չեմ կարող տալ։ Եթե նման պայմաններում որևէ արձագանք չկա, լռությունա տիրում, ինչ է դա նշանակում։ Տված է կանաչ լույս տերորի ցանկացած գնով, այսինքն իրենց համար, գնեք ես մի բան ասեմ, Հումեր Պրայց Ռոչի նախին նախագահան հայտարարեց, որ ինքը սխալ է համարում, որ արևմուտքը այսօր իր աշխարհաքաղաքական խնդիրների պատճառով, այս վերջերս ինքը Foreign Office բանում ամսագրում հոդվածով հանդես եկավ, նշելով, որ փաստացի ինքը սխալ է համարում, որ արևմուտքը փաստացի հանուն իր աշխարհաքաղաքական շահերի փորձում է փոքրիկ բռնապետ Նիկոլ Փաշինյանին աջակցել, հենց ձևակերպան փոքրիկ բռնապետ Նիկոլ Փաշինյանին, եւ փաստացի դրանով վարկաբեկելով Եվրոպայի եւ եվրոպական արժեքների գաղափարը Հայաստանում։ Ես ասում եմ, որ ես միանում եմ Քենեթ Ռոթին, որտեղ իսկապես այդ պահվածքը խիստ բացասական հետևանքներ կարող է ունենալ Հայաստանում եվրոպական արժեքների կապ, ինչը շատ բացասական է, որտեղ իսկապես եվրոպական արժեքները,
համամարտկային արժեքները, արևմտյան արժեքները կարևոր են, որ մենք կարողանանք իսկապես առողջ հասարակություն ձևավորենք, ճիշտ պետական համակարգ ձևավորենք, որպեսզի իշխանությունների տարանջատման սկզբունքը աշխատի, որը հիմա չկա։ Հասկանում եք, 2018 թվականից այս մարտիկ եկան իշխանության տարանջատման սկզբունքը ոտնատակ են տվել վերջնականապես, եթե նախկինում ինչ-որ ձևի վատ թե լավ ինչ-որ աշխատում էր, էլի լավ չէր աշխատում, բայց հիմա ընդհանրապես գոյություն չունի, вообще գոյություն չունի ոչ մի բան, հասկանում եք։ Ուզում ասեմ, որ այս ամեն ինչը սա լռում են, բայց դրա արդյունքում իրանք ինչ-որ շահեր են ստանում, բայց վերջը բումերանգը դուք հասկանում եք բումերանգի էֆեկտը ինչ է նշանակում։ Հարգելի դեսպանատներ եւ դեսպանատների ներկայացուցիչներ, եթե դուք մտածում եք, որ Հայաստանը փոքր երկիր է, պարոն Բոզանովը առաջին երկիրը Չեխոսլովակիան է, որ կարելի է զոհաբերել հանուն ձեր մեր ծրագրերի, բումերանգով նենց է ձեզ խփելու, ոնց որ երկրորդ համաշխարհային պատերազմում ձեզ խփեց։ Նույնը կրկնվելու է, որտեղ դուք սերմանում եք ատելության սերմեր եք ցանում մեր տարածաշրջանում, Հայաստանում, Վրաստանում, Ռուսաստանում, բոլոր տեղերում, ասենց ասեմ ձեզ, ձերից քաղաքականության պատճառով, որտեղ այս տիպի քաղաքականությունը, այս տիպի աջակցությունը բռնապետին, այս տիպի քայլերի արդյունքում, երբ որ 37 թվականին տեսեք իր ելույթները նախընտրական վերջին մանը, այսպես ասած, այդ հանրահավաքի ելույթները բացառապես վենդետա ոչնչացնել գնդակահարել։ Դուք այդ մարդուն համարում եք դեմոկրատիայի ման կրող սիմվոլ, դուք այդ մարդուն համարում եք դեմոկրատական արժեքների կրող Հայաստանում, դա չեք ամանչում, դուք գետինը չեք մտնում աննամուսներ։ Ես ուրիշ ձև ոգենում չունեմ ձեր համար։ Դուք ես չգիտեմ դա ով եք դուք ընդհանրապես։ Ես դա միջազգային մակարդակով ընդհանրապես պետք է վարկաբեկել գցել դուրս, որտեղ դուք որպես արդեն բարոյապես ավարտված վերնախավ եք ընդհանրապես ձեր ամբողջ ամեն ինչով, որտեղ այս ամեն ինչից հետո դուք ձեր պահվածքը, ձեր լռությունը, ձեր խրախուսումը, ամեն ինչ դրա մասին ասում է։ Մասիս համայնքի Սիփանիկ բնակավայրում ուժեղ Հայաստանը հաղթում է 128 ձայն, քաղաքացիական պայմանագիրը 127, Հայաստան դաշինքը 14-21-57 ընտրատեղամասում միասնական ընդդիմությունը եւս հաղթում է ԿՊ-ին։ Բայց ես ինչ հարց ունեի, քիչ առաջ պարոն Նահապետյանի դա եք քվեարկում, ինչ են մտածում այս սահման, հիմա չգիտեմ, ասեք ճնշումները ինչ է, այն սահմանամերձ փոքրիկ գյուղերում, որ բարիս բուն իմաստով շրջափակված են եւ գտնում են թիրախում թշնամու թիրախի տակ եւ գլխի վերևում Ադրբեջանի դրոշներ։ Ես այդ հարցին սենց ասեմ, մարդիկ անպաշտպան վիճակի մեջ են, այդ մարդիկ անպաշտպան են։ Երբ որ մարդը կանգնած է սահմանի մոտ, այդ մարդու միակ պաշտպանությունը դառնում է պետությունը, ինքը պետությունից լրիվ 100% կախված է դառնում։ Պետությունը դառնում է իր, այսպես ասած, միակ պաշտպանը։ Դու չես կարող, ես չեմ կարող իրան պաշտպանել, պետական համակարգը կարա պաշտպանի։ Իրանք պատանդի կարգավիճակի մեջ են հայտնված։ Պատանդի կարգավիճակի պես մարդուն ո՞նց կարաս մեղադրես, որ այդ մարդը գնացել է ԿՊ-ին ատվել։ Դա օբյեկտիվ վիճակ է, այդ մարդկանց չի կարելի մեղադրել։ Հասկանում ես ինչ հարցը։ Սա ուրիշ բացատրություն չկա, սա շատ պարզ խնդիր է։ Այդ մարդկանց դրել են այդ մարդիկ ակամայից հայտնվել են ծանր վիճակի մեջ, պատանդի կարգավիճակի մեջ են, իրանք բառացիորեն բացառապես կախված են պետությունից, պետությունն ասում է ինձանից ես կախված, ինձ չքվեարկես, բանը անտեր կմնա։ Հետո այնքան փոքր գյուղա երևի գիտեն, համայնքապետը տանում է, ասենք 50 ձայն է կամ 40 ձայն է, կոնկրետ գիտի։ Ուրեմն ես քեզ մի բան ասեմ, այս մարդիկ որ ասում են 18 թվականին եկել ենք դեմոկրատիա ենք բերել բանեվալեն, նրանք կազմակերպել են վերջնականապես ոչինչ։ Եթե այն ժամանակ փուլ առ փուլ, քայլ-քայլ ինչ-որ դանդաղ, բայց գնում էր ինչ-որ process, գոնե առնվազն դատաիրավական համակարգում։ Հիմա կազմակերպել են վերջնականապես, վերջնակով քարը-քարին չեն թողել ստեղ։ Լրիվ տոտալիտար համակարգ, մենակ բռնել, կախել, գնդակահարել, վանդակի մեջ կողել, բռնել, կախել։ Այս մարդու, այդ մարդկանց հռետորաբանություն տեսել ես, իրանք մի հատ պոզիտիվ բան ասում են, իրանք մի հատ դրական բան ասում են երկրի զարգացման մասին, տնտեսական զարգացման մասին, սոցիալական բաների, միայն եւ միայն բռնել, կախել, իրանք համար չկա քաղաքական ընդդիմախոս։ Իրանք համար այդ բոլոր քաղաքական ուժերը, դրանք ուժեր չեն, դրանք կրիմինալ են, օլիգարխ են, սրիկաներ են, այն ժողովուրդն է, որ իրանք քվեարկում է, դրանք էլ կաշառված ժողովուրդ են։ Իրանք մրցակից են ու պետք է իրենց համար մրցակից է։ Պարոն Բոզանov, դի ոչինչ հարցում է։ Իրանք ժողովուրդը պատանդի մեջ գտնված իրանք ժողովուրդն է, այդ պատանդի մեջ գտնված այդ մարդիկ իրանք ժողովուրդն են, իրանք ժողովուրդ չունեն։ Իրանք աղանդ են։ Այդ աղանդին հիմա արևմտյան կենտրոնները որպես աղանդ սարքել են եւ որպես գործիք օգտագործում են Հայաստանը իրանք շահերի մեջ։ Սա է խնդիրը։ Այս մարդիկ աղանդ է, սա քաղաքական ուժ չի։
Սա չարորակ ուռուց կա մեր երկրի վրա, մեր քաղաքական դաշտի վրա, մեր հանրային դաշտի վրա, որը չարորակ ուռուց կը մետաստազներ է տալիս ամեն տեղ, սա է խնդիրը։ Էլի հետաքրքիր թվեր են գալի Լոռու մարզ Սուրենյանցի հետ, հա, խնդրում եմ կապվեք ու ճշտ եք այն ամենը Լոռու մարզում ուրեմն 23/30 ձեր թույլտվությամբ պարոն Ոզյան, որտեղ գիտեմ հետաքրքիր է մարդկանց, բայց կարող եք մեր Telegram ալիքին էլ ակտիվորեն հետևել, հայլի կետեմ Telegram ալիքին կարող եք հետևել, ուրեմն նոր տվյալներ են գալիս, Մարտիրոս գյուղում ԿՊ 199, Ուժեղ Հայաստանը 45, Հայաստան դաշինքը 16, ԲՀԿ-ն 6, ԱԶՆ-ի 28/24 ընտրատեղամասում, հավաքական ընդդիմությունը հաղթում է, ԿՊ-ն 259, Ուժեղ Հայաստանը 198, Հայաստան դաշինքը 116, ԲՀԿ-ն 51, Լոռու մարզի 23/37 տեղամաս, չգիտեմ, սա ներկայացրեց թե չէ, միասնական ընդդիմությունը եւս հաղթում է։ Բան ասեմ դες ընդհանրապես թվերը որ մենք նայում ենք համատում ենք ամեն բոլոր թվերը պետք է նայենք 21 թվականի համատած շատ ես քաղաքագիտական անալիզ եմ ասում 21 թվականին իրանք հավաքել են 678,000 ձեն 21 թվականին բանը ընտրողների քանակը կազմել է 49%, համերը 50%, հիմա 58-59%, այսինքն մոտ գրեթե կարելի ասել 20%-ով ավելացել է, դուք հասկանում եք այդ ինչ թիվ է։ Այսինքն այդ թիվը որ ավելացել է, իրանց կողմնակիցները չեն ավելացել։ Ճիշտ հակառակ իրանց կողմնակիցները պետք է քչանային, որտեղ այս 21 թվականից մինչև 26 թվականը Հայաստանը շատ մեծ ծանր բայց ինքը այսպիսի լոզունգ էր չէ տանում Արցախը բեռեր ազատվեցինք Արցախը ձեր թշնամին էր Արցախը հայությունը ձեր թշնամին էր թոշակառուները հիմա 10,000 ստացան թոշակառուները 65+ կարող են գնալ տեղեր ստանալ կարող են գնալ վիրահատություններ անել սա արդյոք իրենց համար պլյուս չէ պլյուս այս բանը այս բոլոր միֆ ու բլեֆը թրիպ մեկը Թրամփն այնտեղ Թոշակառուների մասով ասեմ, ինքը այն ժամանակ 21 թվականին հիմնական ընդդիմությունից 5 անգամ շատ էր ստացել թոշակառուների շերտի մեջ։ Հիմա, քանի որ սոցիալական օրակարգը ակտիվ մտավ ընդդիմության կողմից, ինքը տեղ միանշանակ կարող եմ ասեմ, որ դոմինանտային բան չունի։ Երիտասարդների մոտ ինքը 2 անգամ ավելի քիչ ձայներ ստացել 21 թվականին, քան այն ժամանակվա ընդդիմադիր գլխավոր ուժը։ Այսինքն ինքը բոլոր շերտերի պարագայում այս 5 տարվա ընթացքում միայն կորուստ է ունեցել, այդտեղ երկրորդ կարծիք անգամ չկա, հասկանում ես, ինքը կորուստ է ունեցել եւ մարդիկ, եթե այն ժամանակ քվեարկել է 1,278,000 մարդ, հիմա քվեարկել է 1,476,000 մարդ, համարյա 200,000-ով ավել է հավաքել, մարդը հանալ։ Ինքը կորցրել է 200,000 մարդ էլ եկել է ավելացել է քվեարկությանը, այսինքն այդտեղ ուրիշ տրամաբանություն չկա, ինքը մեծ հաշվով չի կարող մեծամասնություն ստանալ, որևէ տրամաբանություն չկա, որ ինքը մեծամասնություն ստանա, հասկանում ես ինչ նախնդիրը։ Էս է հարցը։ Դրա համար ինքը ինչ արեց, դրա համար այդ մասսայական ահաբեկչական տերորը, որ սկսեց ընդդիմադիր ուժերի նկատմամբ, նստած մասսայական մարդկանց նստացրեց, տարբեր շինծու գործերով բաներ, դա նպատակը ինչ էր, վախի մտնոլորտ ստեղծել, կազմաքանդել ամբողջ կառավարման համակարգը ընդդիմադիր ուժերի, որպեսզի այդ կառավարման համակարգի, դա մոտավորապես որ պատկերացրա բոքսի ժամանակ այդ բանը այդպես ասած սուդյան բոքսի մեկին ձեռները բռնի, մյուսը սկսի խփել։ Սա է նույն բանն է, այսինքն ինքը ինչ է անում։ Իր ամբողջ համակարգը պետական ամբողջ բանը կաշառակեր համակարգը ինքը լիակատար աշխատացնում է, ընդդիմադիր բանին կազմակերպել, կազմալուծել է, որ ինքը կարողանա հասարակության իր բանով աշխատի։ Սա շատ ընդ որում պետական ռեսուրս, պետական վարչակարգ ընդդիմությունը չունի, բոլորս էլ գիտենք, չէ՞։ Հիմա այս պայմաններում նույնիսկ կրկնում Էսի ուղակի հերոսություն կլինի, բայց նույնիսկ այս պայմաններում 200,000 մարդ ավել է գնացել։ Այսինքն մարդիկ որպես բողոք են գնացել, ավելացել են, չէ՞։ Այսինքն երբ որ դու մարդկանց բռնում ես, այդ մարդկանց բարեկամներն են գնում, արդեն իրանց համար անվտանգության խնդիր է դառնում, դա մասսայական բնույթ է։ Հասկանում ես ինչ նախնդիր է։ Եվ այս պայմաններում նույնիսկ եմ ասում քաղաքագիտական բանաձև չկա, որ ինքը կարողանա հաղթի ստեղ։ Չկա պետական ռեսուրս պլյուս ինչն էր, որ այնուամենայնիվ ինքը եթե կարողանա այդքան ձայն հավաքել։ Պետական ռեսուրս պլյուս համատարած մասսայական կաշառակերություն պետական ռեսուրսների միջոցով եւ տերոր ընդդիմադիր իր հակառակորդների նկատմամբ հիմնական հակառակորդները մասսայական տերոր կազմալուծում իրանց կառավարման համակարգը որպեսզի իրանք նախընտրական արժեքը չկարողանան կյանքի կոչել սա պարզ չէ այդ երկու բանը
ցանկացած ուզում ես, չգիտեմ, կապիկներ բեր տենց իշխանություն, այդ կապիկները մեծամասնություն կստանան, բայց նույնիսկ այս պարագայում նույնիսկ եմ կրկնում 200,000 մարդ ավել է գնացել 21 թվականի համեմատած։ Եվ այդ 200,000 մարդը, որ ավել է գնացել, հաստատ իրաց կողմնակիցները չեն։ Հասկանում ես, իր կողմնակիցները ակնհայտորեն ավելի քչացել են։ Շատ པարզ խնդիր է ստե։ Մեկ ուրիշ այն ժամանակ էլ իդեպ 21 թվականները նույն վարչական ռեսուրսները այն ժամանակ էլ օգտագործել։ Այսինքն ես չի որ ինքը նոր վարչական ռեսուրս օգտագործել։ Այսինքն այն ժամանակ էլ այդ նույն ձևով ինքը աշխատել, այն ժամանակ իր համար կյանքի մայի խնդիր էր, մաքսիմալ օգտագործել է, չէ՞։ Հիմա նույնն է, տարբերություն չկա։ Պարզապես քանի որ ինքը մարդկանց հիասթափությունը ավելի մեծ է, բնականաբար ինքը չի կարա ավելի շատ ինքը պատանդի այդ քո ասած գյուղերը որ պատանդի կարգավիճակը իրանց աշխատացնում այն մարդիկ որ պետական համակարգից կախված են պատանդի կարգը դրանց աշխատացնում էսա ուրիշ տարբերակ չկա հասկանաս այդ քանակով էլի այնուամենայնիվ ավելի քիչ է կան 670,000 ինքը 600,000-ից ավել չի կարա ձենուննա չի կարա ձենուննա 600,000-ից ավել դա բացառված է ոչ մի քաղաքագիտական նոնսենս եթե հաշվենք ինչքան ձայներ կարող են փոշիանալ կարող են այլ ուժերի հաշվի փոշիանալ համարը 1,500,000 մարդ է չէ հիմա ես հաշվում եմ 600,000 300,000-ից 200,000 դու փոշիանա 200,000 այնպես չկա մեծ թիվում ասում ստացվում է 600,000 700,000 ձենը արդեն հերիքա որ ինքը պարտվի հասկանում ես չէ ինչ նախնդիրը կա մայրամ ուղեք դրանք Պարզ մաթեմատիկա եմ ասում։ Նոր ուղարկեցի։ Նույնիսկ եմ ասում 1,500,000 մասնակցել է։ Նու 1,476,000, ընդամենը 24,000 պակաս։ 600,000 Իրանն է, ամենաշատ թիվն եմ ասում, չէ՞։ 200,000-ը փոշիացել է։ Համաձայն ես սրա։ Մնում է 700,000 կամ 680 քանի հազար։ Ինքը էլի պրոգրամացիոն դառնում միացյալ ընդդիմության կողմից։ Այսինքն ինչ եմ ուզում ասեմ, այստեղ ինքը ոչ մի ինչ բանաձև որ օգտագործում ես քաղաքագիտական չի ստացվում։ Հասկանում ես, էսա խնդիրը։ Ի վերջո, ես ասես մի բան էլ ասեմ, բոլոր պարլամենտական երկրներում հարգելի դեսպանատներ եւ արեմտյան միջազգային կառույցների ներկայացուցիչներ, դուք տեսել եք, որ իշխող ուժը 50%-ից ավել ձայն ստանա կամ չգիտեմ այս խորհրդարանական չկա տենց բան, չէ՞։ Չկա։ Ասենք եթե Շարլ դե Գոլը գար կարող էր ստանալ կամ չգիտեմ տենց հայտնի անձնավորություն Ռուզվելտը կարող ստանալ ասենք հետի չգիտեմ չէ կասկածելի չի հայտնի Չերչիլի հա ինչ եմ ուզում ասեմ այս պայմաններում եթե մարդը հիմա իրան արձանագրի որ ինքը 50%-ից ավել է ստացել դա արդեն ինքը ավտոմատ նշանակում է որ այս մարդը արդեն ինքը ֆունդամենտալ այսպես ասած կազմակերպման process-ով ինքը այս ընտրությունները հնարավոր չի լինի համարել որպես արդար ընտրություններ դա պարզ է իմ համար դա իմ կարծիքով ցանկացած մարդու ցանկացած մասնագետի համար դա պարզային հասկանալի է։ Թվերի վրա այդ ազդեցություն չի ունենա, այսքան ճնշումներ, ռեսուրս, ամեն ինչ ասեցիք, հիմա էլ հոսանքած զրկումներ, բան, այնուամենայնիվ մեծ ազդեցություն չի ունենա։ Այն ինչը որ դու քաղաքագիտորեն բացատրում եք, որ անհնար է։ Ես ինչ ուզում եմ թողանի, ուզում եմ կլող կոնզի տա, ուզում եմ անջատի լույսը միացնի, բան, հարցը դրա մեջ չի։ Պարզ քաղաքագիտական տրամաբանություն կա։ Հասկանալի է, եթե իրենք, չգիտեմ, ինչպես մի հայտնի բան կա, չէ՞, հիմա մենք արդեն մի քանի բան նշեցինք։ Սաակաշվիլին 2012 թվականին պարտվեց եւ արժանապատիվ հեռացավ։ Եւ գիտեք, դուք մատ այդ բառը արժանապատիվ բառը Նիկոլի կողքը դրեք։ Անկախ համիջի Սաակաշվիլին ինքը Վրաստանի համար բացասական բանից նաեւ դրական բաներ էլ արել, ասենք ասեմ։ Այսինքն ինքը 4000 մարդ չէր տարել գերեզման, իր պատճառով այս բան չէր եղել։ Ճիշտ է ինքը բայց ինքը չկարողացավ ինքը չասեց որ եթե չզովեն ես իր դավաճան կասեի չէ այս մարդը կոնկրետ ասեցի զովեն որ իր դավաճան չասեի իր պարագայում Սաակաշվիլին պարտվեց եւ արժանապատիվ ձևով հեռացավ իշխանությունից հիմա ստեղ այս մարդը այսքան բացասական բաներ անունց հետո միակ բանը որ ինքը կարողանա գոնե ինչ որ ձևի բան ինքը ասի որ տեսեք Ժորժ ջան ես պարտվում եմ ընտրություններով եւ դու հեռանում եմ հանձնում եմ իշխանությունը ընտրություններով սա իր վերջի շանսը կլինի, որպեսզի այսպես ասած հասարակությունը ինչ որ ձևի, ինչ որ մեղմացուցիչ էլեմենտ ունի իր թիմի համար։ Ուրիշ տարբերակ չկա։ Ինչը մեղմացուցիչ, որ ինքը ընդունի այս ամեն ինչը։ Որպեսզի որ ինքը փաստացի ընդունի, որ այն ինչ որ հիմա ինքը անում է, տերորը, որ ինքը անում է, կանգնեցնի այդ տերորը։ Դա խայտարակություն է, ինչ որ արում է ինքը խայտարակություն է, ուրիշ բան չեմ կարող ասել։ Ինքը մնալու ուրիշ շանս չունի։ Այդպես մտածեք, հիմա դուք պատկերացեք այդ անձանց Անդրանիկ Թևանյանից սկսած դրսում լինեին։ Ինչ էր անում Անդրանիկ Թևանյանը։ Հասկանալի է, պարզ է, ես նույնիսկ եմ կրկնում, ես ասում եմ հետևյալ տարբերակը, իր միակ տարբերակը, որ քաղաքակի այդ գոնե արժանապատիվ մակարդակով
ինքը պետք է իրեն դա ես ուրիշ բան եմ ասում պատերազմից հետո եթե ինքը չարեց ես չգիտեմ գիտեք ես մի բան ասեմ Յուշչենկոն դա ժամանակին արեց Սաակաշվիլին դա ժամանակին արեց այսինքն տես չի որ Զելենսկին տեսնում եք չի անում Զելենսկին ծանր վիճակի մեջ այնտեղ 1.700,000 մարդ է կոտորվել տարբերությունը շատ մեծ է տարբերությունը հասկանում ես հիմա իրա պարագան տես չի այսինքն ուզում ասեմ որ Իրան ուրիշ տարբերակ չի մնում բայց տեսնելով թե իրանց թիմակիցները իրանց ոնց են պահում գնդակ արենք կոտրենք ոչնչացնենք վանդակի մեջ կկոխենք բան սա ցույց է տալիս այդ մարդկանց հոգեբանական վիճակը դա խայտարակություն է ես ուզում եմ ուշադրություն դարձնեմ միջազգային շրջանակներին արևմտյան դուք լուրջ եք վերաբերվում դուք հասկանում եք ինչ եք անում вообще Հայաստանում ձեր պահվածքը դուք հասկանում դուք ես ուղղակի զարմացած եմ ընդհանրապես դուք вообще ինչ հերանեկար եք տեսնում Հայաստանի հետ կապված դուք հասկանում եք որ ձեր այս պահվածքը դա մեղմ է ասել որ ուղղակի խայտարակություն է ես ուրիշ ձևակերպություն պետք է ուշադիր լինել եւ հիմա արդեն մենք կարող ենք հիմա խոսել իմիջիայլոց նոր թվեր կա հիմա կներկայացնեմ ես այդ թվերը բայց արդեն կարող ենք խոսել Ինչով էր լավ սահմանամերձ գյուղերի մասին խոսեցինք հասկացանք ասում եք այդ մարդիկ անպաշտպան են իրենք միակ ապավեն իրենց փորձում են գտնել հա իշխանության մեջ եւ ինչ որ իմաստով նորմալ է որ ասենք ոչ թե նորմալ է ասենք կարելի է հասկանալ թե ինչու համայնքապետերը գնում են ուղղորդված տանում են բայց հիմա տեսեք քիչ առաջ դրա մասին էի խոսում Ջերմուկի բարձունքների վրա գիտեք որ Նիկոլը երրորդ պատերազմը բերեց եւ այնտեղ կանգնեցեց թշնամու նույն բանն դեռ այդ մարդկանց ուրիշ բան եմ ուզում ասել բավականին մեծ կարողություններ ունեցող գործարանը Ջերմուկի գտնվում է այնտեղ իր հանգստյան տունը մեծ տունը ամեն ինչ գտնվում է այնտեղ ամենամեծ հայտնի գործարարը թե օլիգարխ է թե ինչ է չգիտեմ ում որդին էլ համաձայնեց նրանց հետ աշխատել դա ոնց է բացատրում որ այս մարդը ոնց է իր գլխի վրա կա իր գործարանի վրա կանգնած է այսինքն այդտեղ եթե ասենք վախա շահա չի շահ էլ կա չէ դա թուրքը կանգնած է ծանր վիճակի մարդկանց որակը դուրս է գալիս մարդ կա որ իր որակապես ինքը տեսնում է որ ինքը նորմալ մարդը ծանր վիճակի մեջ է մարդը հայտնում թե մարդը թե չմարդը հասկանում ես ինչ նախնդիրը հիմա ծանր վիճակի մեջ ճակատագրական վիճակում մարդիկ դրսևորվում են մի մարդ է ցույց տալիս որ ինքը պարկեշտ մարդ է մի մարդ ցույց տալիս որ ինքը անես մարդը էոա հիմա ես այդ մարդկանց չեմ ուզում բնութագրեմ այդ մարդկանց արդեն այդ մարդկանց մասին ամբողջ հասարակությունը գիտի արդեն գիտի իմաստ չունի դրանց մասին արդեն ավելորդ ինչ-որ չէ որտեվ դուք ասեցիք որտեվ գյուղերը բանը ասում եք դե գյուղերը անպաշտպան են սա գյուղացիները բանը բայց այս մարդը շահ է հա բայց այս մարդիկ են Անժելա ջան այդ մարդկանց շահ դրանք այս ռոպիանոց մարդիկ են շահ ունեցող դե ասենք Խաչատուր Սուքիասյանին հասկանում եմ ոնց ինքը մտածում է դուք չգիտեմ ոչ ես թուրքերի հետ լեզու գտնելու եմ հասկանալի է բայց կամ Վեդիալկոյի մանվել ասում ես լեզու կգտնեմ հայոց ցեղասպանությունը 1915 թվականին եթե մեր պատմաբանները անկեղծորեն բացեին թե ինչպես է գնացել շատ նման է այդ վիճակից գիտեք քանի հայ գյուղապետեր համագործակցել են Օսմանյան իշխանությունների հետ ցեղասպանության բան ես չեմ ուզում դրա մասին շատ բան ասեմ չէ պետք չի պետք է գիտեք ես նույնիսկ եմ ասում Գուրգեն Մահարի կարդացեք եւ շատ բաներ բաց կլինի դա մեր ժողովրդի իհարկե խայտարակություն էջերից մեկն է բայց կամ Անդրանիկի հուշ դա բնորոշ բոլոր այդ կոտորածների ժամանակ միշտ տենց կոլաբորացիոնիստներ եղել են որ տենց համագործակցել են եթե դուք մտածում եք որ հրաներ չկային որ համագործակցում էին նացիստական Գերմանիայի հետ 6 միլիոն հրաների կոտորած մեջ շատ սխալվում եք նույնիսկ կրկնում դա բնորոշ է բոլոր ժողովուրդներին այդ թվում է մեր ժողովրդին պարզապես այն ժամանակ մենք չենք ունեցել պետականություն հիմա ունենք պետականություն այն ժամանակ երբ որ դա կար ամոթ էր բայց այնուամենայնիվ միջազգային հանրությունը հասկանում էր որ մենք չունենք պետականություն եւ մեզ այսպես համակրում էր խղճում էր բան հիմա ոչ մեկ չի խղճալու մենք ունենք պետություն պետականություն ունենք պետականության պայմաններում հայտնվել նույն վիճակի մեջ դա արդեն խայտարակություն է դա ոչ մեկ մեզ չի խղճա որտեվ եթե դու ունես պետություն դու ունես ժողովուրդ եւ այդ ժողովուրդը չի կարողանում այս խնդիրը լուծի ոչ մեկ չի ասի որ դու այսպես չգիտեմ սա կասեն ես ժողովուրդը փաստացի արժանի է որ այս վիճակի մեջ լինի սա է խնդիրը Մեկ-երկու տվյալներ ներկայացնեմ Շիրակի մարզի 30/39 ընտրատեղամասում միասնական ընդդիմությունը հաղթում է ԿՊ-ին շնորհավորում եմ Սյունիքի մարզի 34/32 ընտրատեղամասում ԿՊ-ն
պարտվում է ԿՊ 58 Հայաստան դաշինքը 6 միասնության թևեր 76 լավ է ուժեղ Հայաստան 9 34/54 տեղամասում ԿՊ 240 ուժեղ Հայաստանը 185 Հայաստան դաշինքը 39 Սյունիքի մարզի 35/72 ընտրատեղամասում միասնական ընդդիմությունը եւս հաղթում է Գեղաձորում, ինչպես ասեցի, խայտարակ թվեր են ԿՊ 300 Հայաստան դաշինքը 60 ուժեղ Հայաստանը 47 իսկապես շատ կարևոր է պարոն Ղոզյան հիմա մենք սպասենք մեծ քաղաքների Ես կարծում եմ այո, որտեղ մեծ քաղաքներն են որ Կասնել պարոն Ղոզյան, ուրեմն արժանտրությունների մասնակցությունը ըստ մարզերի Երևան 496,648, Արագածոտ 69997, Արարատ 131819, Արմավիր 126302, Գեղարքունիք 97144, Լոռի 124983, Կոտայք 148302, Շիրակ 115249, Սյունիք 71320, Վայոց ձոր 29293, Տավուշ 65579 Եթե հնարավոր է Մարիա մի հատ 21-ի հետ համեմատեք, որտեղ ավելի քիչ եղած։ Երևանում 21 թվականին Եթե հիշում եք թվերը, հա, 443,000 մարդ։ Հիմա 496, իքն 53,000-ով ավել։ Հիմա տեսեք, ինք այն ժամանակ հավաքել է 171,000 քվե։ 21 թվականին 171,000։ Հիմա հարց եմ ձեզ տալիս։ Մաքսիմում որ հիմա ինքը կարող հավաքի ստեղ ոչ ավել Երևան կենտրոն ուժեղ Հայաստան եւ Հայաստան դաշինքը հաղթում են ԿՊ-ին։ Տեսեք, 4/49-ում։ Տեսեք, Երևան քաղաքում հնարավոր չի որ ինքը 150,000-ից ավել ձեն հավաքի։ Ես ավելին կարող ասեմ, եթե ինքը 120 էլ հավաքի կզարմանամ։ Հասկանում եք ի՞նչն է խնդիրը։ Իսկ դա տեսեք տոկոսով ինչ է դառնում։ Այսինքն ինքը որևէ տարբերակ քաղաքներում ինքը Երևան քաղաքում հավաքել է 41%, 21 թվականին։ 21 թվականին է ժամանակը պատկերացրեք։ Հիմա բայց այդ 3 խոշոր ուժ են մասնակցում, պլյուս նաև կողքից են նաև Թաթոյանն է մասնակցում, չէ՞։ Այսինքն բոլոր սեգմենտները ընդդիմությունը վերցրել է։ Իրան բան չի մնացել երևանցիների որ տոկոսը պետք է ինչի համար պետք է ասենք Փաշինյանին ձայն տա, կարաս ինձ ասեք։ Այս առողջապահական բանը կարող էր թե ոչ։ Բայց այդ առողջապահական բանը նույնպես եմ կրկնում Ես իրան ռեֆորմներ է, կարող է ռեֆորմների նախ ինքը վերջի փուլում արեց այդ մեծահասակների համար, մեծահասակները նաև նույն Ծառուկյանը եւ ուժեղ Հայաստանը նույնպես լավ տարբերակներ ունեն, այսինքն ուզում ասեմ իրանց ավելի ոչ մեկ այդ թեմայով ձեզանից բացի ոչ մեկ այդ թեմայով չէր խոսում վերջին ամիսներին, այնքան ասեցիք վերջը հասկացա որ դա նույնպես եմ կրկնում ստեղ սոցիալական օրակարգի պարագայում ինքը ոչ մի շանս չունի հաղթելու Նույնպես եմ կրկնում, ստեղ տրամաբանություն չկա պարզապես, որ ինքը կարողանա ստեղ լուրջ ինչ-որ տոկոս անի Երևանում։ Դա սահմանաբերձ գոտու գյուղ չի, որ պատանդի կարգավիճակի մեջ լինի։ Ստեղ մաքսիմում պետք է լինեն պետական աշխատողները, վարչական ռեսուրսի աշխատողները, ուժային կառույցների ներկայացուցիչները, որոնք հասկանալի իրաց մթնոլորտը մի քիչ ուրիշ է, իրանք գնում են ԿՊ-ին են ձեն տալիս, որը հասկանալի է։ Բայց դա սահմանափակ քանակ է։ Հասկանում ես, ամբողջ Հայաստանում մեկ հաշված է բոլոր վարչական, այսպես ասած այդ կառույցների բաների քանակը մոտավորապես 200,000 մասին է խոսքը ընդհանրապես բոլոր եթե այս տերորը չներ կամ բան չներ եթե մի քիչ արդարներ իր թիվը պետական ռեսուրսներ այս անհետեթությունը տեսեք դեռ հələ Նիկոլը այնտեղ զինվորներին տարել է 20:00-ին պետք է փակվեր ընտրությունը անում այս խայտարակությունը շարունակվում է այնտեղ հոսանքազրկումներ ընդհանրապես սկսել են մի քանի գյուղում հաշվարկներ գնացել Երևանից էս փոքր ինչ-որ տեղերում ոչ միտեղ արդյունքները դեռ պարզ չի, բացի այդ փոքր համայնքներում, արդեն Վրաստանի նախկին նախագահ, դատես անպայման խոսեք էլի սրա մասին։ Սալոմե Զուրաբիշվիլին շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին գրելով որ այն որ ասում է գետինը մտնեք իսկական ստրանցնա։ Հայաստանն ընտրեց ազատ անկախ եւ եվրոպական ապագա։ Այս սրիկա տական, այս սրիկա տականքին։ Որպեսզի դու հասկանաս։ Այս խայտարակությունը, այս է ձեր արևմուտքը, այս է ձեր չգիտեմ ինչ արժեքները։ Որպեսզի դու հասկանաս թե այս մարդկանց որակ եւ մակարդակը ինչ այանից ներկայացնում։ Սալոմե Զուրաբիշվիլին արդեն հիմա շնորհավորում է, Սահակաշվիլին մինչև էլ ասում էր, որ Ռուսաստանը կարող է դեսանտ իջացնի Հայաստան։ Դուք պատկերացնես ինչ չնշանակում։ Այսինքն այս որ դու հասկանաս թե արևմուտքը ինչ մարդկանց հետ է աշխատում։ Դա այդ մարդիկ այդ որակը Սահակաշվիլի, Զուրաբիշվիլի, Փաշինյան, բան
այդ որակը Չէ, բայց անբարոյականության բանը դեռ որտեղից իրեն հայտ, այսինքն այս ինչ միջամտություն է, էլի ընտրությունը, միջամտությունը չէ, այս ինչ անբարոյականություն է։ Դուք շատերը չեք պատկերացնում, եթե երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանացիները ասում են մենք բարձր ազգ ենք, երրորդ ռասայական գաղափար կար, գերմանական ժողովուրդը ամենաբարձրն է։ Հիմա իրանք նույն բանն են անում, ասում են մենք սպիտակ եվրոպացիներ ենք, դուք այդտեղ բայց շեշտ եք, որ սա հայտարարություն է։ Դեմ կատարեք, իրանք մոտեցումն է։ Մարիամ, շեշտ եք, որ այս հայտարարությունն է, որտեղ մեր Հայ Լիվանում էլ եղածին, դա հայտարարություն է այս Զուրաբիշվիլու հայտարարությունը։ Պետք է հենց շեշտել, հայտարարություն, դեռ հաշվարկները ինչ ասեմ։ Ես նույնիսկ դա մենակ փոքր համայնքներում է, էլի, հայտնի։ Ասենք խելագարների, որ նայենք ժամը քանից է, երևի Թրամփն էր ուր վրա կհայտարարի, հա։ Նույնիսկ նախապես ասում եմ, որ այս մարդկանց մտածողությունը դա է, իրանք չեն դիտարկում մեզ որպես նորմալ երկիր, նորմալ քաղաք, մեզ համարում են որպես մանրադրամ, հասկանում ես ինչ նախնդիրը։ Մանրադրամ, որին պետք է օգտագործել։ Ոնց որ Ուկրաինաստանին օգտագործում, վրացիները հրաժարվեցին, դա համար վարված է Սալոմե Սորոջյանը։ Գրողի ծոցը քեզ ու իրան գրողի ծոց ուղարկեցին, էլի մի քանի լավ տվյալներ կան Գեղարքունիքի մարզի 20 դրոպ 30 ընտրատեղամասում միասնական ընդդիմությունը հաղթում է ԿՊ-ին, ինչ եմ ներկայացնում, որտեղ գիտեմ սպասում է Գեղարքունիքի մարզի 20 դրոպ 29 Գեղարքունիքի մարզը իդեպ այն մարզն է, որ միշտ եղել է ԿՊ-ական մարզ։ Հիմա մարդիկ ոտի են դուրս գալիս, դա գիտեք ինչ ցուցանիշ է, դա շատ Դա ինչով է պայմանավորված։ Դա շատ հետաքրքիր Գեղարքունիքի ժողովուրդը 20 դրոպ 29 ընտրատեղամասում միասնական ընդդիմությունը եւս հաղթում է Երևանի 10 դրոպ 56 սոցիոլոգիա խոսեք, սոցիոլոգները շատ ավելի։ Մենք խոսենք, մենք դեռ ժամանակ ունենք, ուղղակի էլի հարցեր ունեմ, Կատնարատ գյուղում Տաշիրում քաղաքացիական պայմանագիրը միայն ինչու է այս լավ կներ, որ մյուս ուժերի թվերն էլ լինեն, ուժեղ Հայաստանին է 160, 259 քաղաքացիական պայմանագիր, փաստորեն Տավուշ, այն էլ Տավուշում ինչ է արել ուժեղ Հայաստանի Սամվել Կարապետյանը, էլի, գիտենք թե ինչեր կա։ 9 դրոպ 49 Երևան, Կենտրոն ուժեղ Հայաստան եւ Հայաստան դաշինքը հաղթում են ԿՊ-ին։ Ես կուզենայի մի քիչ նախորդ ընտրությունների Կոտ գյուղում ասեցի 21 դրոպ 60 ընտրատեղամասում ուժեղ Հայաստանը 20, ԿՊ-ն 51, ԲՀԿ-ն 8, Հայաստան դաշինքը 24, էլի արդեն բան մոտենում են, Լեռնաձոր գյուղում ԿՊ-ն 174, ուժեղ Հայաստանը 40, Հայաստան դաշինքը 47, միասնության թևերը, հա, կարծես թե ձայներ է հավաքում, Մասիսցիները ես չգիտեմ, Մասիս համայնքը Դարբնիկ Կեցեք դուք ուրեմն բնակավայրում ԿՊ-ն պարտվում է ուժեղ Հայաստան 235 քաղաքացիական պայմանագիր 203 Հայաստան դաշինք 208 Փայլուն ցուցանիշ փայլուն կրկնակի հավաքական միասնական ընդդիմություն այսպես կա Մեղրի Կարճևան գյուղ ուժեղ Հայաստան 93 ԿՊ-ն 71 Չէ, ես չգիտեմ, ես կխնդրեի, որ Անտրովիչը ներկայացրել հնարավորինս բաց ներկայացնեք, որ մենք համապատկերը ամբողջական որպեսզի մենք հասկանանք ժամը 12-ից հետո ավելի պատկերը կկազմի, արդեն թվային կանենք, մենք հիմա կարանք ուղղակի մեթոդաբանական մոտեցում ցույց տանք, որտեղ թվերը շատ հակասական են։ Մի գյուղում կարող է էսի լինի, մյուս գյուղում Ես կխնդրեի, գիտեմ, որ Երևանն եք շատ լավ տիրապետում, չէ՞, պարոն Բոզան։ 21 թվական։ Մենք Գյումրին էլ ենք լավ տիրապետում, Շատ լավ։ Երևանը եւ Գյումրի կխնդրեի նախորդ ընտրություններում ինչ պատկերեր եւ ինչ սպասենք հիմա, որ դուք ասեցիք 3 մեծ Երևանում քաղաքներում 21 թվականին հավաքել է 171,000 ձայն 443,000-ից։ Հիմա 496,000-ը մասնակցում է, 53,000-ով ավել է մասնակցում։ Հասկանալի է, որ Երևանում ինքը 150,000-ից ձեն չունի։ Այսինքն դա նշանակում է, եթե դու ինքը փաստորեն 30%-ը ցածր է ստանալ այստեղ։ Ակնհայտ կարամ ասեմ։ Միանշանակ կարամ ասեմ։ Հնարավոր չէ, որ ինքը ավելի ստեղծեն ստանա։ Բայց դուք հաշվի առեք, որ Երևանում նաև այդ վարչական, այսպես ադմինիստրատիվ ռեսուրսի բանը հիմնականում Երևանում է կուտակված։ Պատկերացրեք եւ այդ գործոններ դուք հաշվի առեք։ Այսինքն ուզում ասեմ, որ իրականում ինքը լուրջ մակարդակի որևէ լուրջ քաղաքում, որևէ միջավայր տեսակետից, եթե իր պետական ռեսուրս հանեք, չունի ոչ մի մեծամասնություն։ Իր ուժը կայանում է այն գյուղերում, որոնք պատանդի կարգավիճակի մեջ իրան քվեարկում են։ Էսա խնդիրը։ Կամ մի քանի ուժեղ համայնքապետեր կան, այդ համայնքապետի միջով այդ մարդկանց համոզում են, որ համայնքապետի անունով կան իրանց քվեարկեն, այդքան բան։
Դա ուրիշ բան չկա։ Ինքը ոնց եմ կրկնում, այս մարդկանց ծրագիրը որպես այդպեսին, բացի վերացական խաղաղությունից ոչ մի ծրագիր չկա։ Արդեն բոլորը տեսան, բոլորը որում այդ խաղաղության ծրագրի գլխավոր երաշխավորը գիտեք ով է։ Ալիևը։ Իրանք ամանչում են, ասեն, ախր մեր ընդդիմադիրներն էլ որ ասում են թե ասում են իրանք որ հոխորդ բանով ասում են թե դուք ինչի եք ասում, ասեք թե ով է ձեր երաշխավորը, ընդդիմադիր ուժերը ամանչում են, ասեն իսկ ձեր հովանավորը ով է, ձեր երաշխավորը, դուք ամանչում եք ասեք որ Ալիևն է, բայց շնորհակալություն Ալեն Սիմոնյանին, որ ասեց այո, մեր երաշխավորը Ալիևն է։ Այսինքն ինչ եմ ուզում ասեմ, դուք լուրջ մտածում եք որ այս տիպի կարգախոսով իրանք լուրջ ձեն կարող են հավաքեն Հայաստանում, ես խիստ կասկածում եմ, բացի վարչական ռեսուրսից, բացի համատարած տերորից։ Ձեր հիմնական լավատեսությունը այս մեծ մասնակցությունն է, այո, միանշանակ։ Մեծ մասնակցությունը։ Բայց հիմա տեսեք իրենք որ այս բերում են, այսինքն իրենք էլ են շահագրգիռ, չէ՞ որ շատ լինեն զինվոր։ Իրանք քանակը սահմանափակ է, իրանք ունեն ստաբիլ վարչական ռեսուրսով մասսա, իրանք ավել մարդ չունեն։ Իրանք այն իրական զանգվածը, որ հավատում էին, կրճատվել է 18 թվականին շատ։ Թոշակառուները 65+-ը դա մոտավորապես կես միլիոն մարդ է։ Տեսեք, 65+-ը եւ Ոչ։ Շատ լավ ես ասում։ Թոշակառուներն ու 65+-ը 21 թվականին այն ժամանակվա ընդդիմադիր գլխավոր ուժից 5 անգամ շատ են հավաքել, 5 անգամ։ Պատկերացնես ինչա նշանակում թիվը։ Հիմա հարց, քեզ հարց եմ տալիս։ Հիմա ընդդիմության մեջ 3 ուժ է մասնակցում խոշոր, չէ՞։ Եվ 3-ն ունեն սոցիալական օրակարգ այս պայծրությամբ։ Գեղարքունիկը շշմելու բան է։ 3 սոցիալական օրակարգ, այդ թոշակառուներին արդեն չես կարա սեփականորոշ մենակ իրան։ Դա բացառված է։ Իսկ երիտասարդների մոտ 21 թվականին ինքը պարտվել է գլխավոր ընդդիմադիր ուժին 2 անգամ։ Ինչի մասն է խոսքը։ Այսինքն ուզում ասեմ, որ ինքը 21 թվականին շահել է թոշակառ մեծահասակների շնորհիվ։ Հիմա մեծահասակների այդ սեգմենտը արդեն չկա, որտեղ ինքը արդեն տրոհված է։ Հասկանում ես ինչն է խնդիրը։ Այսինքն ինքը որևէ տարբեր ինքը ոչ մի սեգմենտում առավելություն չունի։ Դուք ասեցիք, որ հիմա օթից եկեք դուրս գնանք, կտեսնեք, որ այդ փոփոխության պահանջը հասունացել է եւ եթե այդ ամեն ինչը տեղի է ունենալու, չէ՞, ասում եք։ Եթե ինքը գնա այդ ծայրահեղություններին, ինչ մի քանի տարբերակներ, ինչ է սպասում, ինչ կարող է տեղի ունենալ։ Ինքը ասենք նորից եմ կրկնում հարցը, ասենք նկարեց, ինչ կարող է տեղի ունենալ։ Եթե ակնհայտ պարզ երևացող նկարում է, նկարեց, չէ, հիմա արդեն պարզ է, չէ, մարդը հոսակազրկում։ Եթե հիմա ինքը այդ նկարները ազդեն ընտրության արդյունքների վրա, բնականաբար ընդդիմությունը ազդեն, այսինքն ինքը հաղթի։ Դա նկատի ունեք։ Բայց ուրիշ տարբերակ չկա։ Ընդդիմությունը բնականաբար Չէ, եթե ինքը, այսպես ասեմ, մեծամասնություն չկազմի, բայց հաղթի լինի խորհրդարանում, դա օբյեկտիվ ինչ-որ բան կա այդտեղ, թե մեծամասնություն չկազմի։ Չէ, այսինքն ինքը մեծամասնություն լինի ազգային ժողովում ինքը ավելի շատ ձայներ ունենա, բայց շատ մեծամասնություն չկազմի, որ կարողանա քվեարկել։ Հնարավոր է այդպեսի բան։ Հարցի պատասխանը չեմ։ Ինքը եթե մեծամասնություն անում, ինքը ձևավորում է կառավարություն, որտեղ ինքը իր այդ ոչ մեկ կոալիցիա չի կազմելու։ Ինքը կամ պետք է ունենա մեծամասնություն, կամ պետք է չունենա մեծամասնություն։ Որտեղ ես համոզված եմ, որ ընդդիմադիր ուժերից, այդ 4 ընդդիմադիր ուժերից ոչ մեկ իր այդ կոալիցիա չի կազմելու։ Միանշանակ է դա։ Այսինքն ինքը փաստացի Այսինքն մենք կանգնենք ճգնաժամի առջև։ Ճգնաժամ չի։ Նույնիսկ եմ ասում, եթե ինքը 50%-ից ավել հավաքեց պայմանական ասած, չէ՞։ Դա կնշանակի, որ այդ մարդը փաստացի քո ասած այդ ամեն ինչ այդ կեղծել է, ամեն ինչ ակնհայտ է դա։ Հիմա ասեք տարբերակներ, ինչ զարգացումներ կարող են լինել։ Տարբերակ հետևյալն է, որ եթե ինքը պարտվում է, փորձելու է ինքը բողոքարկի, հատկի ծաղելի է, բայց ինքը կարա տես բան լինի, իհարկե կարա բողոքարկի։ ՍԴ-ին դիմի, բան դիմի, ինչ-որ բաներ մոգոնի ասի, որ այսքան ընտրակաշարք բան, այս բանը կար, այս բաներ անի։ Ինքը հեշտ չի հանձնելու իշխանությունը, մոռացեք դրա մասին։ Ինքը փորձելու է ասենց ծանր ինչ-որ բաներ տանի։ Արդեն տարածում են հոսանքազրկումները չեն ազդի քվեարկության արդյունքների վրա։ ԿՀ նախագահ բայց ծաղրում է, հա։ Հասկանալի պատճառներով, ես ասենց ասեմ, երկու կողմն էլ տրամադրված է մարտական։ Ես անկեղծ եմ ասում, սա այն տարբերակն է, որտեղ պետքա որոշակի կոմպրոմիսը որն է։ Կոմպրոմիսը հետևյալն է, բոլորի համար պարզ է, որ մթնոլորտը արդեն մարդիկ ուզում են փոփոխություն։ Կոմպրոմիսը կլինի այն, որ իշխող ուժը ոնց որ Սաակաշվիլին արժանապատիվ խոստովանի իր պարտությունը եւ բանակցություններ սկսի
այսպես ասած իշխանությունը հանձնելու վերաբերյալ երաշխիքներ ստանալու պարագայում։ Դա ամենաճիշտ կամ միգուցե դու հիմա ինչ մեղադրեց ինչ որ բան, բայց ես կարծում եմ ամենա Չէ, ես իրեն ճանաչելով մի տեսակ չեմ պատկերացնում։ Ես քաղաքակիր տարբերակը այնուամենայնիվ Սահակաշվիլին գուցե հոգի խանգարման ինչ որ բան ուներ, բայց կրթական որոշում բան ասեմ, էլի կա քաղաքական դա երկրորդ հետո քաղաքական մայտնիկի բանաձև կա, օրենք կա։ Ի վերջո ամեն մի ցանկացած տեսեք, ասենք օրինակ հանրապետականները 2 ռոք բանն հետո դեմոկրատներն են գալի, հետո հակառակը հանրապետականներն են գալի, չէ։ Նույնը ասենք, տեսեք, բանում Ուկրաինա մեկավ ասենք բանը Յուշչենկոնիկով, հետո հանձնեց մարդը։ Եկավ Սահակաշվիլին 2003 թվականին եկավ իշխանության, 2012 թվականին հանձնեց 9 տարի անց։ Այսինքն այդ 2 սրոկը ինքը բնական արդեն ինքը հասունանում է, մարդիկ առաջանում են հոգնածություն, ինքը հանձնեց։ Բացի այն, որ արևմուտքը իր արժեվ խնդիր է դրել գալ այստեղ իր ազդեցությունը բերել իրենց տեխնացուին պահել եւ այլն, դրան պլյուս մենք շատ ավելի բարդ վիճակում ենք, այսինքն մենք մեր կողքը կա երկու երկիր ու մեր կապված մենք էգզիստենցիալ հարց ունենք, այդ երկու երկրները ուզում են մեզ ոչինչ չէ, ուզում են ոչնչացնել եւ այդ անձինք բոլոր առումներով պաշտպանում եւ աջակցում են Նիկոլին, այդ համեմատությունները որ բերում եք Վրաստանի հետ բան արդյոք այդ կաշխատի։ Իսկ ավարտեմ իմ ասած, տեսեք, որպեսի Հայաստանում թավշյա process-ները գնա, տրամաբանական է, որ քանի որ բոլորի համար պարզ է, որ այս ուժը արդեն իրան սպառել է, ինքը պետք է ձև գտնի քաղաքակիր տարբերակով հանձնի իշխանությունը եւ ելաշիկների ակնկալիք ունենա։ Սա շատ պարզ է։ Նույնը կատարեց Սահակաշվիլին։ Իդեպ Սահակաշվիլին որ դա արեց, ինքը ելաշիկները ստացավ, հետո ինքը սխալ որոշում կայացրեց, հետ վերադարձավ, հայտնվեց բանտում։ Եթե ինքը հետ չվերադառնար, դες պրոբլեմ չէր լինի, այդ ելաշիկները տված էին իրան։ Կամ նույն Յուշչենկոն, երբ որ Յանուկովիչը հաղթեց, Յուշչենկոին չբանտարկեցին, Յուշչենկոն երաշխիքներ ստացավ դրա համար։ Ուզում ասեմ, որ այդ process-ը շատ հասկանալի եւ տրամաբանական ավարտ կարող ունենա, որտեղ հնարավոր չի, որ այս պայմաններում իշխանությունը փաստացի այս տերորի պայմաններում հայտարարի, որ ես հաղթել եմ։ Դա չի կարող այդպես բան լինի։ Շատ լավ, էլի թվեր Տավուշի մարզ 37 դրոպ 50 ընտրատեղամասում միասնական ընդդիմությունը հաղթում է Գյումրի 31 դրոպ 18-ում ուժեղ Հայաստան 1200 Անժելա, այս ամենը իմաստ չունի քննարկել, որտեղ 10 ժամը